մտքի վրա խոսքը շատ մեծ ազդեցություն է թողում։ Եթե մեր միտքը չի նորոգվի կամ չի հասել այն աստիճանի, որ նորոգված է, մենք չենք կարող Աստծո կամքը մեր կյանքի մեջ հասկանալ։ Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են։ Իսկ հոգևոր մարդը ամեն բան քննում է։ Քրիստոսի միտքը ունենալու համար մենք պետք է ճանաչենք Աստծո խոսքը։ Ինձանից սկսած ամեն մեկիս հարց, որն է մեր հոգևոր սննդակարգը։ Ինչով ենք մենք սննում մեր հոգևոր մարդուն։ Շատ կարևոր է, որ մենք զանազանենք, թե ինչ խոսք կամ ինչ ուղերձ ենք մենք լսում կամ թույլ տալիս, որ ընկնի մեր մտքի մեջ։ Որովհետև այդ ինչ որ մենք թույլ ենք տալիս, որ ընկնի մեր մտքի մեջ, դա էլ թողում է հետևանք մեր կյանքի ընթացքում։ Որովհետև մենք խորում ենք այդ ինչ որ բանի շուրջ եւ ըստ մտածածի սկսում ենք քայլեր ձեռնարկել։ Ամեն սիրելիներս։